Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի տիկին նախարար, Գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի նախագահ, Գիտության պետական կոմիտեի հարգելի նախագահ, հարգելի ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոկտորներ, գիտությունների թեկնածուներ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ, նախ շնորհակալ եմ այս քննարկումը կազմակերպելու համար, որովհետև տեսեք, ինչքան էլ մենք շատ հաճախ ենք քննարկում կառավարությունում և պետական տարբեր մարմիններում գիտության ոլորտում մեր իրականացվող քաղաքականությունները և ինչքան էլ զեկույցներ ենք լսում կամ կարդում ստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ես այս քննարկման ընթացքում զարմանալի նորություններ իմացա, որոնք անշուշտ իրենց ազդեցությունը կունենան մեր հետագա քաղաքականությունների մշակման գործում, որովհետև ես կարծում եմ, որ ծրագրեր ունենալ, այդ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալ, այդ ծրագրերը իրականացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն, որպեսզի նաև այդ մտքերը հղկվեն այնտեղ, որտեղ պետք է երկրորդեն մեկը մյուսին և ավելի ուժեղանան և տեսանելի դառնան, դա պետք է տեղի ունենա։ Հիմա, երբ քիչ առաջ խոսվում էր 3D տպագրության միջոցով մարդկանց կյանքերը փոխելու և կյանքի որակը փոխելու մասին, ես այդ ընթացքում մտածում էի և վերհիշում էի մեր բոլոր նորակառույց դպրոցները, որտեղ 3D տպիչ սարքերը պարտադիր նախագծի մաս են, այսինքն, բայց մյուս կողմից ես հիշում եմ և արձանագրում ենք մենք, որ մեր բազմաթիվ դպրոցներում ամիսներով այդ 3D պրինտերները դրած են, բայց դեռևս չեն օգտագործվում, սա էլ ունի իր պատճառը, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում, բայց ես քիչ առաջ ձեր ելույթը լսելիս մտածում էի, եթե օրինակ դպրոցի երեխաները այս պատմությունը լսեն, 3D պրինտերի և տպագրության նկատմամբ նրանց հետաքրքրությունը կտասնապատկվի, որովհետև սա շատ կարևոր հանգամանք է և նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց նրա մասին, որ գիտական սարքերը ամբողջ ծավալով չեն օգտագործվում։ Այդ խնդրի հետ իհարկե մենք առնչվում ենք նաև դպրոցներում, տարբեր ոլորտներում և նաև օրինակ դպրոցներ այցելելիս ես նկատում էի և նկատում եմ, որ մեր բազմաթիվ լաբորատոր սարքերը արկղից առաջին անգամ դուրս են գալիս իմ այցի առիթով և չնայած դպրոցը ամիսներով գործում է։ Հազար ներողություն այս համեմատության համար, այտենց հիգիենիկ ոլորտ մտնելու համար, բայց ես բազմաթիվ տեղեր նկատում եմ, մենք հիմա մարզադահլիճներում բոլոր լոգարաններ, ցնցողներ ենք նաև ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո սպորտով զբաղվելուց հետո նաև օգտագործեն։ Ես տեսնում եմ տասնյակ դպրոցներում, չնայած մի տարով բացված դպրոցներ կան, բայց այդ ցնցողները և լաբորատոր սարքերը շատ հաճախ տեսնում եմ, որ կամ չեն օգտագործվում, կամ տեսնում էի, որ կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում։ Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, ընդհանուր նյարդայնանում էի, բայց հետո հասկացա, որ մենք պետք է իրավիճակին ավելի ամբողջական մոտենանք։ Ի վերջո, մարդը մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլով, մի ռուտինով, որտեղ այդ լաբորատորիաները չեն եղել, որտեղ այդ ցնցողները չեն եղել, որտեղ այդ ամեն ինչը չի եղել, և մենք նոր ռուտին պետք է ստեղծենք կյանքի, և դրա համար պետք է նաև առանձնահատուկ միջոցներ կիրառենք։ Ես ինչու եմ խոսում 3D պրինտերների պատմությունը աշակերտի և ուսուցչի կողմից լսելու մասին, որովհետև եթե մարդիկ պատկերացնեն, որ դա այդ պրոցեսը մի ապագայում ինչ-որ կետի կարող է մարդկանց կյանքի հետ փրկել, իրենց մոտիվացիաները և ուսուցիչների, և աշակերտների, և ընդհանրապես դպրոցի կուժեղանան, որովհետև մեր փորձը ինչ է ցույց տալիս, մեր փորձը ցույց է տալիս և այն ինչ այսօր այստեղ լսեցին, առանց առաջնորդության չի լինում, բայց առաջնորդել չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն։ Կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը, երրորդ դեպքում ծնողը և ծնողների խումբը, ովքեր իրենց էներգիայով և իրենց առաջնորդությամբ կարող են պրոցեսներ հարուցել։
Այո, փաստը այն է, որ 2017 թվականի համեմատ մենք 2025 թվականի արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ 185%-ով մենք ավելացրել ենք ֆինանսավորումը եւ նաեւ գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել ընդհանուր մինչև 300% եւ ավելի, բայց նաեւ ձեր նշած հանգամանքը եւ այդ հանգամանքի ընկալումն է եղել պատճառը, երբ որ խոսում էր գիտական սարքերի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց որակավորման հետ կապված խնդիրների մասին եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար, որովհետեւ երբ որ դուք խոսում եք մեր գլուխ գովալու մոտեցման եւ որակավորման հետ կապված խնդիրների մասին, ես մտածում էի գուցե սխալվում եմ, բայց գոնե ես գիտությունների ազգային ակադեմիայի շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում Էլի եմ ասում ամենայն հարգանքով գուցե բաց եմ թողել, ես նկատի ունեմ ես գոնե առաջին անգամ եմ լսում եւ սա շատ կարեւոր փոփոխություն է եւ որովհետեւ առաջինը մեր մտածողությունը եւ լեզվամտածողությունը պետք է փոխվի եւ այս առումով նաեւ պիտի խոստովանեմ որ ելույթներում իմ ականջը ծակում է երբ որ ասում եմ որ կառավարությունը աջակցում է գիտությանը որովհետեւ այստեղ մի տեսակ բանա տարածություն է ստեղծվում դիստանցիա է ստեղծվում կառավարության եւ գիտության միջև մենք գիտությանը չենք աջակցում գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է այսինքն մենք չենք տեսնում որ կա պետություն կառավարություն այստեղ եւ ինչ որ մի հերավորության վրա գոյություն ունի գիտություն որին մենք պետք է աջակցենք գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է եւ դա ունի շատ կոնկրետ եւ շոշափելի պատճառ մենք չենք պատկերացնում պետության զարգացումը առանց գիտության զարգացման Եվ մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումը առանց կրթության զարգացման, որովհետև բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում։ Եվ նաև ես այստեղ մի միտք կար, որը մտածում էի արժի ձևակերպել թե չէ, ինչքանով կընկալվի, որովհետև գիտությունը ինքը տնտեսություն է։ Եվ երբ որ ֆիզիկայի ինստիտուտի հարգելի տնօրենը խոսում էր, թե ինչպես ջրի կոմունալ ծախսի կրճատմամբ կարելի է ավելացնել գիտության ֆինանսավորումը, սա ցույց է տալիս, որ գիտությունը ինքը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը եւ գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը եւ գիտությունը որպես տնտեսություն ընկալելը շատ կարեւոր գործիք է եւ շատ կարեւոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։